ամբողջ ազգա դառնում իր լեզվով, մշակույթով, կրոնով։ Հիմա մենք ունենալով հազարամյա պատմություն, ունենալով սեփական գիր, սեփական տառ, մեզ փորձում են հրամցնել մի բան, որ մենք երբևէ ազգ չենք եղել, որ մենք չենք ունեցել սեփական հայրենիք, որ այդ ամբողջ պատմությունը սուտ է, ու այս լուսավոր դարում մեզ փորձում են ջնջել երկրի երեսից։ Դա անում են Հայաստանի իշխանությունները։ Երբևէ ոչ մի դարաշրջանում ոչ մի թշնամի չի կարողացել անիեն, ինչ է ստացվում է Հայաստանի գործող իշխանությունների մոտ։ Նրանք օրնիբուն լծված են մի բանի, ջնջելու, վերափոխելու պատմությունը ու համոզելու, որ պետություն, հայրենիք, ազգ, հերոսներ, գիր ու գրականություն, նման բան մենք երբևէ չենք ունեցել։ 20-րդ դարի վերջին սովետական միության փլուզումից հետո մենք ձեռք բերեցինք մեր բաղձալի անկախությունը։ Պետություն ստեղծեցինք, անկախ պետություն։ Պետությունը դա բազմաշերտ ու շատ բարդ համակարգ է։ Պետություն ունենալու համար անհրաժեշտ է մի քանի բան։ Անհրաժեշտ է, որ լինեն քաղաքական գործիչներ, պետականամետ մտածողության, ովքեր որ ընդունակ կլինեն ստեղծելու մի համակարգ, որը որ կունենա հստակ ստրուկտուրա։ Իրանք պետքա լինեն ճարտարապետներ։ Ի սկզբանե այդ մարդիկ պետքա լծված լինեին Հայաստանի Հանրապետության ճարտարապետությունը ստեղծելով։ Ցավոք սրտի, օբյեկտիվ կամ ոչ այնքան պատճառներով մենք չենք ունեցել նման հնարավորություն, որովհետև անկախությունը զուգորդվեց Արցախյան շարժումով, հետո գլոբալ տնտեսական ճգնաժամերով, այս ամբողջ ժամանակահատվածում մենք ստիպված ենք եղել լուծել ամենօրյա ռեժիմով հացի խնդիր, բայց չենք ունեցել կառավարություն, չենք ունեցել համակարգված մոտեցում պետության հստակ ճարտարապետությունը ստեղծելու ամուր հիմքերի վրա, չենք ունեցել հնարավորություն ստեղծելու ազգային գաղափարախոսություն, չենք ունեցել կամ չի եղել ցանկություն գերելու մեր կարճաժամկետ ու երկարաժամկետ զարգացման ստրատեգիական ծրագրեր եւ այլն։ Ինչի արդյունքում մենք ունենք այն, ինչ որ ունենք։ Մենք ունենք փաստացի թղթի վրա պետություն, բայց չունենք հստակ ստրուկտուրա։ Մենք ունենք փաստացի թղթի վրա պետություն, բայց մենք չունենք զարգացման ծրագիր։ Մենք չգիտենք ուր ենք գնում։ Սովետական միության փլուզումից հետո ստեղծված իրավիճակը դա պայմանավորված էր նրանով, մեր աշխարհաքաղաքական դիրքով, Հայաստանում խաչավորվեցին, այսպես ասած, տարբեր մշակույթներ։ Մենք կորցրել ենք այն ինչ որ ունեինք, իսկ նորը դեռ նշմարված էլ չէ, թե ուր ենք ձգտում, ինչի ենք ձգտում, բայց մեր թշնամիները քնած չեն ի տարբերություն մեզ, ու նրանք երբևէ չեն թաքցրել ցանկությունը
մեզ երկրի երեսից ջնջելու մեր բազմադարյան պատմությունը, մոռացության տալու մեր ինքնությունը։ Վերջի վերջո մենք կամ պետքա ուժ գտնենք, համախմբվենք ինչ որ մի ուժի շուրջ, որը որ կլինի մաքուր հայկական, որը որ կմտածի հայի ու Հայաստանի մասին, որը որ չի ձգտի վազելու ոչ արևելք, ոչ արևմուտք, ոչ հյուսիս, ոչ հարավ, որը որ գանված կլինի ամեն օր մի գործի պահելու այն ինչը որ հայկական է, դա զարգացնելու համար, որ գալիք սերունդները ունենան հայրենիք, ունենան պետություն, ունենան ապագայի նկատմամբ հստակ տեսլական։ Ցավոք սրտի, եթե մենք այսօր դա չանենք, վաղն արդեն ուշ կլինի։ Ընդ որում այդ վաղը արդեն այսօր մեր գլխին կախված է։ Սկսենք հարցերից։ Օրինակ այս քարոզարշավի ընթացքում այնց արտահայտություններ ես լսում, որ ուղղակի չես կարողանում ընկալես ինչ ա ուզում ասի։ Օրինակ այս մեկը, ով քվեարկում է Գագիկ Ծառուկյանի օգտին, դա նշանակում է, որ քվեարկում է Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին։ Այդ քարոզարշավի ընթացքում, այսպես ասած, քայլող փորձանքը ասաց, որ պատերազմի ժամանակ 2020 թվականի Լուկաշենկոն Ադրբեջանին օգնել է ինչ-որ հարցով, այդ ստրատեգիական կամ չգիտեմ ինչ։ Հիմա ինքը այս քարոզարշավին ինչ ա ուզում ասի դրանով։ Այսինքն ռուսամետ եք, բելարուսամետ եք կամ ինչ եք։ Այդտեղ հարց է առաջանում, բա քայլող փորձանքը ինչա մետ է։ Քայլող փորձանքը ատել ու ատում է այն ամենը ինչը որ հայկական է, հային ու Հայաստանը։ Դա արդեն գաղտնիք չէ։ Նրա արտասանած նախադասությունը ինքը ոչինչ չասող նախադասություն է, զուտ բառակույտ, բայց նախադասության մեջ օգտագործված մարդկանց անունները հասարակական հնչեղություն ունեն։ Գագիկ Ծառուկյանը հայրենասեր խոշոր գործարար է։ Այդ մարդը աշխատել է իր աշխատանքի որոշ մասով շատ մեծ գործեր է արել։ Ընդամենը խոշոր գործարար, հայրենասեր հայ մարդ, ով որ ունի կապեր ամբողջ աշխարհում, ճանաչում է շատ ու շատ մարդկանց։ Բերել ու խոշոր գործարարին կապել դաշնակից պետության նախագահի հետ ու պնդել, որ ընտրելով Ծառուկյանին ընտրում ես Լուկաշենկոյին, դա իդիոտիզմ է, բայց ցավոք սրտի դա հասարակական հնչեղություն է ստանում այդ բառակույտը ու մարդկանց մեծ մասը օբյեկտիվ պատճառներով նրանք չեն էլ ուզում փորձեն վերլուծել, հասկանալ, թե բառակույտը առհասարակ ինչ-որ բան նշանակում է, թե չէ։ Վերցնել ու դաշնակից պետության նախագահի անունը պիտակավորել։ Դա անթույլատրելի, դա առհասարակ երկրի ղեկավարին ոչ հարիր վարքագիծ է, բայց սպասել մեր երկրի այսօրվա ղեկավարից ինչ-որ տրամաբանական կամ քաղաքավարի հնչեցված խոսք կամ կատարած քայլ, դա միամտություն կլինի։ Արսեն Թորոսյանի հարցազրույցը նայեցի, հարց առաջացավ։ Օրինակ, այդ հարցազրույցի ընթացքում ըստ Արսեն Թորոսյանի արևմտյան Հայաստան չի եղել։
Ասեց նաև բացեք քարտեզները եւ գրքերը, որ հասկանաք դա արևելյան Թուրքիան է։ Այսինքն ինչ է գալիս։ Ցեղասպանություն չի եղել, Արևմտյան Հայաստան չկա, Արցախ չկա, ոչ մի բան չկա։ Հիմա ասենց որ շարունակվի, այսինքն հայազգել չի եղել։ Ամբողջ տրամաբանությունը դրանում է։ Տեսեք, ես չեմ հիշում, եթե կա նման արված հայտարարություն խնդրեմ ուղղեք ինձ, որ երբևէ Թուրքիայի Հանրապետության որևէ բարձրաստիճան պաշտոնյա բարձրաձայն հայտարարի, որ չի եղել Արևմտյան Հայաստան։ Իհարկե եղել է Արևմտյան Հայաստան։ Ու դա փաստ է, դա պատմական փաստ, ու փաստի հետ պետք է առերեսվել։ Բայց ձեր նշած մարդը պետական բարձր պաշտոն զբաղեցնող նա անում է հայտարարություն, որը որ ավելի շատ թրքամետ է, քան ցանկացած նույն մակարդակի Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյա։ Նրանք երբևէ կերազեին, որ նման արտահայտություն անեին։ Իսկ նրա ասածը տեղավորվում է հետևյալ տրամաբանության մեջ։ Նրա ասելով դա արևելյան Թուրքիան է։ Ադրբեջանի նախագահի ասելով ներկայիս Հայաստանը դա արևմտյան Ադրբեջանն է։ Ու եթե դուք ուշադրություն դարձնեք նրանց քարոզարշավի ընտրված սիմվոլներից մեկին, ակցիանի, ու նայեք քարտեզին, կտեսնեք, որ ձեր նշած մարդը շատ ճիշտ է ասում, բայց ոչ հայի տեսանկյունից, այլ Թուրքիայի ու Ադրբեջանի տեսանկյունից։ Այո, այդ տրամաբանությամբ ինքը ճիշտ է ասում, ու ճիշտ է ասում հետևյալը, նա ուզում է դա դարձնի ճշմարտություն։ Ես ասեցի, որ պատմական փաստը դա անհերքելի է, բայց նա երազում է այդ թեզը առաջ տանելու, Ադրբեջանի նախագահին տալով հնարավորություն, որ նա ստեղծի արևմտյան Ադրբեջան, Թուրքիայի Հանրապետությանը տալով հնարավորություն ստեղծելու արևելյան Թուրքիա։ Ու երբ որ այդ ակցիանը սեղմվի, արանքից դուրս կգա Հայաստանի Հանրապետությունը, Հայն ու Հայաստանը։ Այդ տեսանկյունից ինքը ճիշտ է։ Եթե մենք թողնում ենք էմոցիաները ու նայում մոտիվացիային, թե ինչով է մոտիվացված ձեր նշած մարդը, այդ առումով ինքը ճիշտ է ասում։ Հովիկ մեզ հարց գրեցին, ասացին, եթե մենք եղել ենք ծովից ծով Հայաստան, մեծ հայք, մեծ Հայաստան ենք ունեցել, ինչպես դարձանք մի բուռ Հայաստան։ Ես շատ երկար մտածեցի եւ տվեցի ընդամենը մեկ պատասխան։ Այդ պատասխանն էր ինչու համար դարձավ մեկ բուռ Հայաստան, ծովից ծով Հայաստանից։ Դա եղավ այս քայլող փորձանքի նման ղեկավարները, որոնք որ եկան եւ սկսեցին քիչ փոքրացնել։ Այդքան փոքրացնելուց հետո մենք ունեցանք մի բուռ Հայաստանը։ Վերջնակետը դնելու է քայլող փորձանքը։ Դուք շատ ճիշտ եք։ Եթե հետ հայացք գցենք պատմությանը, մենք կտեսնենք, քանի դեռ չունեինք այս իրականությունը, 15, 20, 30 տարի առաջ կարդում էինք պատմությունը ու մտածում, թե ոնց դա տեղի ունեցավ, բայց մենք այսօր 21-րդ դարում ապրում ենք մի իրականության մեջ, որտեղ որ Հայաստանի ղեկավարը պատրաստ է ամեն ինչ զոհելու, իր պաշտոնը պահելու համար ու բավարարելու թշնամիների դարավոր ցանկություններն ու եղձերը։ Գաղտնիք չկա ոչ մի տեսակի։
Նորից վերադառնանք Քարոզ Արշավին։ Քարոզ Արշավի ժամանակ ասեց նաև, որ օլիգարխի որդին է պատանդ եւ մյուսի ունեցվածքը։ Մենք հասկանում ենք ումի նկատի ունի, ճիշտ անուններ չտալով։ Պարզ ասած Ծառուկյանի որդունի նկատի ուներ եւ Սամվել Կարապետյանի ունեցվածքին։ Պատանդի կարգավիճակ տալով, այսինքն Ծառուկյանը պատանդ է Բելարուսիայում, Սամվել Կարապետյանը Ռուսաստանում, ամեն մեկը իրենց խնդիրներով։ Հիմա այստեղ հարց է գալիս, իսկ այս քայլող փորձանքը ում ձեռքին է պատանդ մնացել։ Նորից, եթե մենք փորձենք վերլուծել նրա միտքը, այլ ոչ թե բառակույտը, կհանգենք հետևյալին. օգտագործված բառերը ու տվյալ մարդկանց անուններ տալը հասարակական մեծ հնչեղություն է առաջացնում։ Օլիգարխ, պատանդ, նման բառերը օգտագործելով հասարակության որոշ զանգվածի մոտ գրգռում է առաջացնում։ Ու նրանք ի վիճակի չեն, նորից կրկնեմ, վերլուծելու։ Դրանից մի օր առաջ նա ասում էր, որ տվյալ մարդը ում նկատի ուներ, ապրում է Բելարուսիայում ու փախած է։ Այսօր ասում է, որ պատանդ է։ Հիմա այդ մարդը վերջի վերջո փախած է, թե պատանդ է։ Նրանով է պատանդ պահում։ Եթե այդ մարդը լինելով Հայաստանի Հանրապետության քաղաքացի, պատանդ է մեկ այլ երկրում, ու դու գիտես, որ նա պատանդ է, ու դու Հայաստանի փաստացի ղեկավարն ես, պատանդին հետ բեր բա, բա ինչի հետ չես բերում, բա մարդուն պատանդ են պահում, բա հետ բեր, իսկ եթե փախած է, դու նշում ես, մի խոսքով, նա օգտագործում է բառեր, որոնք բառակույտ, որոնք որ հասարակության լայն զանգվածի մոտ ուղղակի գրգռում է առաջացնում, որի տակ չկա ոչ մի ճշմարտություն ու իրականության հետ աղերս չունի։ Նույնը վերաբերում է մեր մեկ այլ հայրենակցին, ազնիվ մարդու, ով որ ամբողջ կյանքում աշխատել է, ստեղծել է կապիտալ, ով որ իր բնակավայրը դարձրել է բրենդ ամբողջ աշխարհում, իր ծննդավայրի անունը դարձրել է ճանաչելի, ով որ իր աշխատած փողերով բարեգործություն է արել, դպրոցներ է կառուցել, մանկապարտեզներ է կառուցել, հիվանդանոցներ է կառուցել, հազար ու մի տեսակի ծրագրեր է ֆինանսավորել, նրան ասում են, որ նրա ունեցվածքը պատանդ է։ Բա այ ապուշ, եթե մեր հայրենակցի ունեցվածքը պատանդ է մի երկրում, բա օգնի հետ բերենք, այլ ոչ թե վերցրու ու օգտագործի ինչ որ հիմարագույն բառեր, որով որ դու ուղակի այս վարքյանին գրգռում ես, այսպես ասած, հասարակության որոշ զանգված։ Հովիկ, այսօրվա մեր նյութի վերջին հարցը, Փաշինյանը ասել է Արցախը ինչով էր մերը, որ ասում են Արցախը մերն է եղել, հիմա մերը չէ, սուտ է դա։ Այդ քայլող փորձանքը այնպիսի արտահայտություններ է անում, ոնց որ ինքը ոչ պատմություն գիտի, ոչ 90-ականներին է եղել։ Ես ընդհանրապես կասեմ մի բան, Արցախը մերն է եղել այնքանը, որ 90-ականներին մեր հերոսները կռվել են, զոհվել են, Արցախի համար արյուն են թափել։ Այդքանով է Արցախը մերը եղել։ Իսկ դու չկարողացար այդ Արցախը պահել։ Ես խնդրեմ, որ հետ այսու դրա անունը առհասարակ չհնչեցնենք, որովհետև դա անկեղծ ասած զզվանք է առաջացնում։ Ինչ վերաբերում է նրան, որ նա ասում է Արցախը երբևէ մերը չի եղել, դա այնքան ծամծմված սուտ է, ու այդ սուտը ինքը դարձնում է իրականություն։ Նրա մոտ դա շատ լավ է ստացվում։ Սուտը,
շատ անգամ կրկնելով դարձնում է իրականություն ու մարդկանց փորձում է համոզել, որ մերը չի եղել։ Արցախը պատմականորեն եղել է, կա ու հուսամ, որ նորից կլինի հայկական։ Տեղի է ունեցել այլանդակ պատերազմ, իր իսկ օգնությամբ մեր թշնամին գրավել է ու հայաթափել է Արցախը։ Ես մեծ հույս ունեմ, չգիտեմ իմ կյանքի ընթացքում դա տեղի կունենա թե չէ, բայց հույս ունեմ, որ մեր սերունդները ի վիճակի կլինեն ոտքի կանգնելու, հզորանալու, Արցախը նորից հայկական դարձնելու ու Արցախը հայերով վերաբնակեցնելու։ Շնորհակալություն Հովիկ, մեր բաժանորդներին կխնդրենք մեկնաբանություններում գրել իրենց հարցերը, քննարկել եւ մենք անդրադառնանք այդ իրենց ուզող հարցերին։ Հովիկ, ես եմ շնորհակալ, հաջողություն։